Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս, նշել է վարչապետը երիտասարդությունը հանուն Հայաստանի գիտահեն ապագայի խորագրով միջոցառման մասնակիցների հետ հանդիպմանը, հիշեցրել վերջին տարիներին Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն ահռելի աճել է, իսկ ինչպես անել, որ էներգիա արտադրվի ոչ միայն ցերեկը, այլ նաև գիշերը, ըստ վարչապետի ինժեներական միտքը պետք է այս ուղղությամբ աշխատի։ Ես ուրախ եմ եւ քաջալերում եմ այդ ուղղությամբ գիտելիքը եւ կրթությունը զարգացնել եւ մտածել նաեւ թե ինչպես կարելի է լուծել այս հարցերը։ Ես գիտեմ, որ Հայաստանում հետազոտություններ արվում են լիթիումային կուտակիչների տեխնոլոգիաների վերաբերյալ եւ այլն եւ այսպես շարունակ, բայց նաեւ մենք ընդհանուր առմամբ մեր երկիրը եւ մեր էներգետիկ գիտելիքը կարծում եմ դեռ այս խնդիրները հասցեագրելու ուղղությամբ զարգանալու տեղ եւ պոտենցիալ ունի։ Շատ կարեւոր է, որ ինչ օրինակ ես համոզված եմ, որ մի X պահ ապագայում գալու է։ Հիմա օրինակ մեր էներգետիկ համակարգը ինքը աշխատում է էներգետիկ կարողությունների դիվերսիֆիկացիայի վրա, այսինքն հիդրո, ջերմա, միջուկային, արևային նաև եւ այլն։ Ես համոզված եմ ապագայում գալու է մի կետ, որ տեխնոլոգիան զարգանալու է այնքան, որ արևային էներգիա բավարար ունենալու պարագայում, կարողություններ, հզորություններ ունենալու պարագայում ուրիշ բան պետք չի լինելու։ Չնայած Հայաստանը հիդրոռեսուրսներ էլ ունի, հիդրոռեսուրսներն է կարող է օգտագործի։ Ըստ վարչապետի ապագայում գալու է մի պահ, երբ Հայաստանը ներքին ռեսուրսներով կարողանալու է բավարարել իր էներգետիկ կարիքները։ Ինչ քայլեր է պետությունը ձեռնարկում, որ Հայաստանը դառնա ոչ միայն արհեստական բանականության լուծումների սպառող, այլև մրցունակ արտադրանք ստեղծող եւ արտահանող։ Վարչապետը նշել է 3 կոնկրետ պատասխան կա։ Հիշեցրել է Երևանի պետական համալսարանում բացված սուպեր համակարգիչը, մասնավորի ներդրմամբ Գագարինում շահագործման հանձնվող կրկնակի կամ եռակի հզորությամբ տվյալների կենտրոնը եւ Միացյալ Նահանգներում գործող Firebird ընկերության կողմից շահագործման հանձնվող հարյուրավոր անգամ հզոր կենտրոնը։ Համասարանի պարագայում պարզա թե այդտեղ կառավարությունը ինչ դեր է ունեցել, կառավարությունը ֆինանսավորել է, ձեռք է բերել, տեղադրել է, հարց կծագի։ Այն մյուս դեպքերում կառավարությունը ինչ կապ ունի, որովհետև դեր հարցը կառավարության անելիքներին էր վերաբերում։ Իսկ կառավարությունը կապ ունի հետևյալի շուրջ, երբ որ նախորդ հարցը, երբ որ հնչում էր ինժեներական քաղաքում հանդիպման ժամանակ բարձրացված ամենակարևոր հարցերից մեկն այն էր, որ Firebird ծրագրի IPU-ների արտահանման լիցենզիայի հետ կապված խնդիրներ կան, այսինքն որովհետև դուք գիտեք, որ դրանք արտադրվում են Միացյալ Նահանգների Nvidia ընկերությունում եւ Nvidia ընկերությունը դրանք արտահանելու համար պետք է ունենա կառավարության արտոնությունը եւ ես այն ժամանակ ասացի համոզմունք հայտնեցի, ասացի մի անհանգստացեք, այդ արտահանման արտոնագրերը կլինեն եւ դրանից ընդամենը մի շաբաթ կամ 10 օր հետո եղան։ Պատասխանելով ուսանողի հարցին, թե ինչու պետությունը չի սահմանափակում մայրաքաղաքում որոշ շինարարություններ եւ նույն ներդրումները, ծրագրերն ու հնարավորությունները ուղղում այլ մարզերին համաչափ զարգացվածություն ապահովելու համար, վարչապետը նշել է, հենց դա էլ անում են։ 2024 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկի վերադարձի համակարգը այլևս գործում է մարզերում։ Եվ մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ հիմա շինարարությունը, ակտիվությունը կամաց Երևանից տեղափոխվում է մարզեր։ Սրանով ըստ վարչապետի որոշակիորեն կլուծվի նաև Երևանում օդի որակի խնդիրը։ Հիմա ես իմ ասածին հակասող մի բան կասեմ, որովհետև մենք մտածում ենք, որ հաջորդ փուլում պետքա կենտրոնանանք Երևան քաղաքի վթարային շենքերի վրա, որովհետև այդ վթարային շենքերը իրենք նախ սպառնալիք են, երկրորդն իրանք մաշված են, իրանց պետքա փոխել։ Ես ավելի շատ կուզենայի, որ մենք շինարարության կուլտուրան այնպես փոխենք, որ շինարարություն չնշանակի, որ ինչ որ մի կիլոմետր շառավղով բոլորին անհանգստացնում ենք, բոլորի կյանքը փչացնում ենք։ Իրականում աշխարհում այդպես չի։ Խոսելով կրթությունից, վարչապետը նշել է, հայեցակարգային մոտեցումն այն է, որ որևէ ուսանող կրթական գործընթացից չպետք է դուրս մնա միայն այն պատճառով, որ ուսման բարձ վճարելու խնդիր ունի։ Հավելել է, փորձում են ինստիտուցիոնալ լուծումների գնալ։ Օրինակ ակադեմիական քաղաք նախագիծը դրա մասին է, որովհետև այս մասին գուցե մենք շատ չենք խոսում, բայց ակադեմիական քաղաքի նախագծի առանցքային հայեցակարգային նրբություններից մեկը այն է, որ լավ եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթության ծախսերը պետք է հոգապետությունը կամ
ակադեմիական քաղաք հիմնադրամը կամ տաղանդների զարգացման հիմնադրամը։ Այսինքն ակադեմիական քաղաքի շուրջ խոսելիս մենք հիմնականում խոսում ենք շենքի ֆիզիկական կարողությունների մասին, որը ճիշտ է, որը լավ է, բայց գաղափարի հիմքում եղել է այն, որ պետությունը, կառավարությունը լավ եւ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների կրթության ծախսերը պետքա վերցնի իր վրա։ Վարչապետը նշել է, որ առաջիկայում սկսվելու են ակադեմիական քաղաքի շինարարության աշխատանքները։ Նախատեսված է, որ առաջինը շահագործման է հանձնվելու ուսանողական կացարանը։ Ուզում ենք ուսանողների հանրապետության ուսանողական կացարանների պահանջարկը ու ենթադրում եմ ամբողջությամբ ակադեմիական քաղաքում ապահովել եւ մեր այս սրա մեջ մի քիչ էլ խորամանկություն կա, որովհետեւ գիտեք ակադեմիական քաղաք նախագիծը մի քիչ էլ դիմադրություն ունի։ Մենք ասում ենք, երբ որ ուսանողները սկսեն այնտեղ ապրել, մեծամասնությունը, մի X պահի ասել են՝ մի րոպե, մենք ինչի՞ պետք է ամեն օր դասի գնանք, չգիտեմ ուր եւ հետ գանք նորից ստեղ։ Ավելի լավ է մենք ստեղ կողքը ունենանք համասարան եւ գնանք դասի եւ մենք այդ ճանապարհով կգնանք։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։